Նախ նշենք, որ թուրքերը Ստամբուլում հայկական եւ հունական, ինչպես նաեւ քրդական տեղանունների անվանափոխությունների գործընթացն արդեն ավարտել են, այսինքն այլևս հայահունչ գրության եւ արտասանության հետքեր անգամ չկան։ Այն թաղամասերը, որտեղ հայերն ու հույները գերակշռել են, նոր անվանումներ են ստացել։ Ավելին, դրանք ազգայնամոլական սիմվոլիկ սպառնալիք պարունակող անվանումներ են։ Օրինակ, ժամանակին հունաբնակ Թաթավլա թաղամասն անվանափոխվել է Քուրթուլուշ, որը թարգմանաբար նշանակում է ազատագրում։ Հույների այսօր այստեղ կարելի է հանդիպել հազվադեպ, իսկ հայերի ամեն քայլափոխի։ Բարի աշխատություն։ Ահավասիկ նայեցիք տնօրեն գտնեք կորը նայեցիք գեցի գարնեք։ Վերիվարո 20000 հայ գաս թաղամասը, որով բոլոր Թուրքիո մեջ 60000 հայ գա, եթե խորին 20000-ը աստաղի մեջ գաբրի։ Քուրթուլուշում հայերը զբաղվում են հիմնականում առևտրով, ունեն խանութներ, արհեստանոցներ եւ գրասենյակներ։ Մանուկ Քուշաքզյանը բնիկ պոլսեցի է, թոշակառու, սակայն պարապությունից նեղվում է եւ զբաղվում է հագուստի մանրածախ առևտրով։ Ինչպես ինքն է նշում, հայերն այստեղ ամենքն էլ գործ ունեն, չեն մուրում։ 8 ժամ աշխատեմ գոր պարկասուձո առանցին եմ ոյը մեկը ճունիմ գաբրիմ գոր կոյեմ պարկասուձո ամենը գործ ունին խանութներ ունին աշխատին ոչ մեկը չմուրար ամենը կոյեն գանքերն են եղեցի գերտանք գաղոտենք։ Մանուկ Քուշաքզյանը քաղաքի արվարձաններում գտնվող ֆաբրիկաներից ձեռք է բերում ապրանքը եւ վերավաճառում այս թաղամասում։ Դժգոհ չէ, գնորդներ ունի նաեւ Հայաստանից։ Աստեղը աս շենքը հայաստանցիներուն շատ եկած արուդուրած տեղն է աստեղը միշտ հայերը ու կանոց söylüyorum bütün aylar buradan alıyor diyorum bak Ermenistan televizyonu bu այո ուրիշ Թաղամասը բազմազգ է, բնականաբար այսօր գերակշիռ մեծամասնություն են կազմում թուրքերը։ Քուրթուլուշում նոր շենքեր են կառուցվում եւ ավելանում է ապահովված խավի հոսքը դեպի այս թաղամաս։ Հարգավ քիչ մնա ուրիշ ասկերեն գագրնալալ հրիա գրնալալ իդալացի ասորի եւ այլն այո ընդհանրապես արևդուրով իրենց կյանքը գդանին աստեղի հայերը Հարություն Նալջին եւս բնակվում է այս թաղամասում եւ քաջատեղյակ է ամեն ինչից։ Ճանաչում է այստեղ բնակվող գրեթե բոլոր հայերին։ Գնումներ կատարում է նրանց խանութներից, տեղյակ է նաեւ բնակարանների գներից։ Անշարժ գույքն այստեղ բավականին թանկ է, քանի որ Քուրթուլուշը գտնվում է սեյսմիկ համեմատաբար հանգիստ գոտում։ Երկրաշարժի դիմացկուն հողմ ունի, որովհետեւ աստեղի դագը քարերը փաղացած է։ Երկրաշարժի ադենը շատ քիչ աստեղը փանգն է։ Վնաս կդեսնե ձախու երկու սենյակնոց բնակարանը գրնամսել որ 300,000 թրկական եւ կամ 350,000 թրկական մեկ սենյակը $100,000 նստելը $1,000 այո ama da gա անանք տեղեր գա ki $3,000 $5,000 $10,000 անանք տեղեր գա Անշարժ գույքի գործակալներն այստեղ պարապ չեն մնում։ Բնակարանների գնորդների եւ վարձակալող քաղաքացիների պակաս չկա։ Բնականաբար հայերն այս գործում եւս անմասն մնալ չեն կարող։ Կարանֆիլ կոչվող գործակալության տնօրենը պոլսահայ է։ Կարպիս Կարանֆիլը, ով ժամանակին զբաղվել է ոսկերչությամբ, սակայն հաշվարկել է, որ այս գործն ավելի եկամտաբեր է։ Հոստեղ հայերը շատ կան են մեզ մը շատը ոսկերի չեն կապալը չարչի Լավ են, առաջ շատ պրոբլեմ կար, ամա հիմա պրոբլեմ չկա։ Կարպիս Կարանֆիլը գոհ է իր կարգավիճակից, նա հաճույքով պատմում էր իր ընտանիքի անդամների մասին, հպարտությամբ նշում, որ եղբայրը Արա Կարանֆիլը հայտնի մարզիկ է, արևելյան մարտարվեստի Եվրոպայի չեմպիոն։ Նա մեծ հետ զրույցի ընթացքում հասցնում էր նաև հարդարել մազերն ու պատասխանել թուրք ընկերուհու հեռախոսազանգերին, ում հետ ժամադրված էր։ Ermenistan'dan da şey geldi, televizyoncular geldi, röportaj yapıyor benimle. Sen de tam üzerine geleceksin. Bende de şu an. Պարոն Կարպիսի ընկերուհին ժամանեց եւ մենք նրանց թողնելով հայելիապատ գրասենյակում տեղափոխվեցինք դիմացի վաճառատուն, որտեղ հայ աշխատողներն իրենց ձեռքերով ստեղծել էին իրենց հայկական փոքրիկ աշխարհը։ Այս մասին հաջորդ թիվ։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Gala News, Ստամբուլ։